Տապալված ընտրություններ, սա է ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայները հավաքած քաղաքական ուժի ղեկավարի գնահատականը։ Ընտրությունները ամբողջությամբ տապալված են, համ կեղծված են, համ տերորի տակ ընտրություններ չեն անցկացնում։ Կարապետյանը նկատում է իրենց մարզային շտաբների ղեկավարներին 780 մարդու ձերբակալել են, շատերին հենց ընտրության օրը։ Ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավարը պնդում է, եթե Փաշինյանը վստահ է իր հաղթանակում, թող համաձայնի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել։ Երկրորդ փուլը հեշտ կլինի, որտեղ փոշիացնողները չեն լինելու, ինքը հիմա հնարավորություն չունեցավ ընտրվել ճիշտ ձևով։ Այսինքն, եթե ինքը վստահ է իր վրա, ուրեմն կգնանք երկրորդ փուլ։ Կարապետյանը վստահեցնում է, ոչ իրենք են հաղթել, ոչ էլ Փաշինյանը, բայց եթե կեղծիքներ չլինեին, ընդդիմությունը հաստատ կհաղթեր։ Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել։ Իրենք էլ դա գիտեն, մենք էլ դա գիտենք, երևի։ Ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավարը նկատում է, որ ընտրություններում պարտվել է առաջին հերթին հայ ժողովուրդը։ Այս ընտրությունը հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, Ռուսներն են հաղթել։ այո, պարտվել են հայ ժողովուրդը։ Սամվել Կարապետյանը վստահեցնում է, ինքը շարունակելու է պայքարը քաղաքականությունում ու չի լքելու երկիրը։ Փաշինյանը հանրայինի եթերում հայտարարում էր, որ դուք դեռ երկար եք մնալու Հայաստանում, նկատի ունենալով, որ Այդ միակ ճիշտ բանը, որ Փաշինյանը ասել է, դա էր։ Բայց դες բանտ է, որ ես երկար եմ մնալու Հայաստանում, 10 տարի։ Չէ, կացում որ հրահանգում է կամ արդեն դատավճիռը կա։ Ասել է ու անելու եմ։ Ես ասել եմ, լուրջ մի ընդունեք, ԿՊ-ի 90% արդեն իրեն լուրջ չի ընդունում, մնացել են լրագրողները։ Պատասխանելով լրագրողների դիտարկմանը, որ Փաշինյանը նկատի ունի նրան ազատազրկելը, Կարապետյանը հիշեցնում է, որ ինքը հիմա էլ տնային կալանքում է։ Իր ազատազրկումն էլ չի խանգարել, որ ընտրություններում բարձր վստահության քվե ստանա իր քաղաքական թիմը։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։